Ողջույն, Գայի պողոտը, ժամը երևում է 22 աստիճան, այսինքն 12:30 է։ Հիմա հետաքրքիր է ուղղակի, ես մինչև ժամը 1-ը պետք է հասնեմ Նարդոսի վրա մի հատ օֆիսը։ Տեսնենք կհասնեմ, թե խցանումները թույլ չեն տա։ Նարդոս 53 գնանք տենանք, կհասնեմ թե չէ։ Այսնիկյան պողոտը մտնում եմ մինչև Կորյուն, ոնց որ լավ է կա, ոչ մի խոչընդոտ չհանդիպեց։ Հասա Չարենց, ավելի շուտ Չարենցի կեսն եմ արդեն։ Ես աչի վրա եմ չեխական շենք, որ ասում էին, ես նորակառույցը չէ, սա նոր են կառուցել, սրանից մի քիչ ներսի վրա։ Հետո իդեպ պարզեցինք, որ դա չեխական չեն պրոյեկտները, ուղղակի Թարխանյանենց խումբն էր, իրանց պրոյեկտներ էլ է, ու այնքան լավն էր, որ տղաներից մեկը ասեց, ոնց որ չեխական պիվա ալնի։ Այդ ժամանակ չեխական պիվան դա երանելի երևույթ էր, ու տենց անունը մնաց, պատկերացնում եք, չեխական պրոյեկտ։ Ասում էին մեջն էլ լավն են բնակարանները, այսինքն մի բնակարանում եղել եմ, ճիշտ ասած, իրոք լավն էր, տենց անսպասելի պատմություն էր։ Այս ստադիոնն է, Հրազդանը, ներողություն, հանրապետական, Վազգեն Սարգսյանի անվան անցանք, հեսա որ վրա է Նարդոս կհասնենք, անկեղծ ասած անսպասելի էր, մնում է այդ հասցն շուտ գտնեմ, ոնց որ թե մինչև 1-ը կլինեմ։ Չարենց փողոց առայժմ, այստեղ Մամիկոնյանցի հետ Տեղաձև Խաչմերուկա հետ էլ անցնենք։ Բարձրահարկ նորակառույց են, ատենում եմ, դրա կողմերը միտեղ կկանգնեմ, գնացինք։ Այո, մի որ գործերս ավարտեմ, մի քիչ կարծում եմ կզբոսնենք Նարդոսով, հետո տուն, հետո Անահիտի հետ մի հատ շուկա, որ հաստատը պետք է գնանք, մնացածը դժվարանում է հիմա ասել։ Կանգնելու տեղ չգտնեմ, անսպասելի, ու մտքով կանցներ, որ Նարդոսի վրա կարող է տեղ չլինի կանգնելու։ Նարդոս փողոց, ժամը 1-ին մի րոպե է պակաս, ես արդեն գործերս ավարտեցի։ Իդեալ համակարգ, Դոմուս, ընդեղ Սարիթաղը, Սալվին ողջունենք և Սաշային Ֆիշեր։ Ինքը տեղից գնում էր Վարդևարի այգին ձուկ որսալու։ Ողջույն։ Հիմա արդեն իմացակ ես շենքն է ինձ հետաքրքրում, նորակառույց, բայց բակի համար պետք է բակային տարածքները, ընդեղ բարձրանամ, որ ընդեղ չբարձրանամ, մի հատ սենց բան մտքովս անցավ։
Այնտեղ նկատեցի իրանց ստորգետնյա կայանատեղն է։ Ընդեղից պետք է որ լիֆտով լինի բարձրանալ առաջի հարկ, չէ՞։ Իսկ առաջի հարկից բնականաբար կլինի դուրս գալ բակ։ Ստեղ կլինի հետագայում, մոտ ապագայում կարծում եմ։ Ստեղ լիֆտ կա էս։ Վերջը, դե միգուցե ստորգետնյա չմտնենք։ Եթե վերջում կա Սուպերմարկետ 88։ Այս սուպերմարկետը շատ արագ գրավում է քաղաքը, մեզ մոտ մասիվում էլ եղավ, Մաշտոցի վրա էլ հիշում եք, մի անգամ բացմանը մենք ներկա եղանք ու ուզում եմ հարցնեմ մերոնց, եթե մեկնում եկը տեղյակ է, դա ումն է, հետաքրքիր է ուղղակի, ընդեղ էլ է, նայեք, բարձրահարկ է։ Հիմա ինչ անեմ, ընդեղից գնամ, թե ստեղ իջնեմ լիֆտի համար։ Լավ, սենց էի որոշել, սենց անեմ, չնայած ընդեղից հասկացա ավելի ճիշտ կլներ։ Այս սենց ստորգետնյաներ են։ Են իշ դուրը, նմանա, չէ։ Լիֆտի դրոնը։ Լուր պաջերդը, հաշը։ Ահա, սխ մենք գնանք եսիմուր։ Ես մինուս 3 եկավ։ Իրա պատմածով Էլ երկու սխմին Ինչ ասած լսացիք Հա վերում ենք Ու ինչ Են Նվագա խմբի տղաների մեջ որ ասում է հələ մի բան էլ ավել Միարկ վերը բարձացա լավ էլ լիֆտին նեղություն չտանք Դուրս եկանք բակ Դեն կողքերից որ նայում էի լրիվ պարզ էր, որ ես է սաղ տարածքը, ուրիշ տարածք պետք չի սպասել։ Դե ինչ ասեմ, էլի ստորգետնյայի վրայով արած, հետաքրքիր է այս սարերը ինչքան կարան մեծանան։ Ու վերջ։ Այս օֆիսն է ստեղ էր ես որ եկա Այո Լավ հլեն դալանից փորձենք դուրս գալ Մի խոսքով ինչ-որ տպավորություն չթողեց այս բակը Հենց էլի 40%-ի մասին իհարկե խոսք չկա Նույնիսկ եթե տակի սուպերմարկետն է որպես կանաչապատում հաշվենք դե այնտեղ կանաչի բաժին բան կա, չէ՞։ Ահա Դուրս եկանք եսիմուր Երևի ինչ-որ Նարդոսի ներքանցք, թե փողոց կլինի Հա, ինիժելուց կարող է քաջազնունի փողոց է լինի, հա
Հեսա մի հատ էլ բարձրահարկ։ Գրվում է վարձով։ Ես շունը չլներ լավ հանգիստ տեղ էր։ Այս էլ է սուպերմարկետ։ Շանը կապել են դուրսը։ Ինչ էլ փոքր դուրեկան շուն է, բայց լաչար ձեն ունի։ Տերև, Տերև սուպերմարկետ։ Ստեղ տերև, ընդեղ Էյթին Լավ էլ է։ Սևանի լավաշ։ Սևանի լավաշը Երևանում է, թխում։ Մենք Չինարից առնում ենք հաճախ Սևանի լավաշը։ Սևանի լավաշը Երևանում է, թխում։ Բա այդ ոնց։ Տեխնոլոգիան անդեից եկած։ Իսկ ալուրը։ Ալուրը Բաղրամյան հայկական։ Մենք Չինարից միշտ առնում ենք մեր մոտ մասիվում, սա ենք առնում։ Դե շատ ունի չի։ Շատ կա, բայց լավ հոտ է գալի։ Լավ հոտ էր։ Հիմա գնամ տուն Անահիտի կասի, բախի չարար։ Են ինչ է գրած, կոնյակ հյուրանոց, ինչ համարձակ անուն է հյուրանոցի համար, նման ասեն համարներում խմել չի կարելի։ Մոռաց է, փողոցի անունը հարցնում, արդեն խոսացել ենք սրայից հետ։ Էս ինչ է, հագուստի մաքրում և խնամք։ Կրիստալ։ Էս ինչ փողոց է կարող է իմանաք։ Ռոստով։ Ռոստոմ։ Եղավ, շնորհակալություն։ Ռոստոմ, այո։ Զորյանն է էլի, չէ, Ռոստոմը, եթե չեմ սխալվում։ Բայց տեղ, այս փողոցի վրա, ես մինչև այդ ինչ փողոցի ենթադրեցի, Ռոստոմը նկատի ունեի, սխալ ասեցի։ Ինչ լավ տուն է։ Այս պալման իսկական է։ Այս պալման իսկական է։ Չեմ անում։ Վախի չեք իմանում։ Ուտեքի չի։ Յարի իմացի ես։ Թելերը արհեստական են, բայց չէ, իսկական չի։ Ռոստոմի 29-ը հենց ասում է կոնյակ ռեզերվանը հյուրանոցը որ կա հոթելը։ Հենց իրա մոտ։ Հենա գրած է, Ռոստոմի 29-ը են մեկը։ Այն իմ օֆիսը, Նարդոս էր։ 53-ը։ Լմյատս հյուրանոցը հարցնեմ կթողեն նատ նկարեմ իրանց։ Շատ բարեհամբույր աղջիկներ էին, ասեցին խնդրեմ ծանոթացեք կոնյակ ռեստորան, չէ, կներեք ռեստորան չէ, հյուրանոց։ Ինչ հետաքրքիր անուն եք ընտրել, բայց կոնյակ։ Դենաս քանի աստղանի է կոնյակը, լավ հետ գալուց կիմանանք։ Դե գիտեք հայկական հյուրանոցներում ուտելիքը հարց չկա, չեմ կասկածում, որ ստեղ էլ է նույն բանը։
եք, տուֆով ինչեր են անում։ Բարև ձեզ։ Ես աղջիկներին խնդրեցի մի հատ ոչնեմ, հա։ Ոչ բան չնկարի, հա։ Ոնց, բա հարցրեցի, ասին նկարի։ Հա։ Մի հատ ձեզ բան ասեմ, էլի կոնյակը քանի աստղանի է։ 4 աստղան։ Այո, էս ինչ ցենտրը։ Հələ նայեք ինչ լողավազը, նայ մարդ։ Կայֆ։ Հəնել են շենքը։ Ասել լողացողը։ Ստեղ էլ կարակ վարժություններ անեք, եթե սպորտի նկատմամբ հակում ունեք, են մեկը զուգարան է, դե վերջ ինձ թվում է, ճանաչեցինք կոնյակին էլ, շատ լավ ասարկած ընտիր։ Երեխեք ջան, շատ շնորհակալություն, հիացած եմ ձեր հյուրանոցով, որ դուք կադրի մեջ ընկնեք ոչինչ, թե պետք չի։ Չէ, պետք չի։ Այս ժամանակ ես սենց մի հատ հարց տամ, էլի։ Մոտարապես երկու տեղանոցը ինչ արժի, կարաք ասեք։ 36-ից 38,000 դրամ։ 31-ից 38 ընթրիքը մեջն է։ Նախաճաշ։ Հա։ Դե նախաճաշի որակը գիտեմ, ընտիր է հաստատ։ Կարելի է մասիվից գալ, մի քանի օր ապրել ստեղ։ Ձեր գործերին հաջողություն։ Ձեզ էլ։ Գնացինք։ Իդեպ ժողովուրդ, այս պալմաները չարաչար սխալվեցի, ասեցին բնական է, նենց որ պալմաները բնական էին։ Ինչ անենք, ես մի շենքն էլ նայենք, այստեղ ես որ մասում էր մի հատ ահագին մեծ համալիր բակը պտտվեցի։ Ես ինչա գրած, մուտքը չփակել։ Հա, հյուրանոցի մոտ էլ պալմաներ կային, այն մարդու, որ հարցրել էի, ինքը երկրորդ անգամ իրան բան հարցրեցի, ասեց ես հյուրանոցը, նեղացավ, ասեց հոպար ջան, ես տեղից չեմ անընդհատ ինձ ես հարցնում։ Այդեղ ինքը հարցրեց տղաներին, ասեց հոպարը պալմանել էր հարցնում, ասեց ինչո իսկական է, արդեն տեղի, ես է սրանց կանաչապատումը։ Չեն անդեղ, ես էլ արդեն ինչ-որ թերահավատ եմ ամեն ինչի նկատմամբ դարել, այս սրանց ֆուտբոլի դաշտը ամենալավն է, ինչքան տեսել եմ, իսկական խոտով, այո, իմը չի աշխատում, Էրիկա մնա։ Այս երեխեքը մեզ չեն ավազում խաղալու մոր։ Ասում եմ առաջ անգամ իսկական ֆուտբոլի դաշտ տեսախ, խոտով։ Բա ուր է, այս դարպաս չի, ես էլ գիտեմ դարպաս է։ Խաղում ես ստե ֆուտբոլ երեխեքը։
Հա, լավ է, խոտի վրա։ Ես բոլոր շենքերի բակն է ընդհանուր, հա, փաստորեն։ Չէ, այս շենքի մինակ։ Որ։ Այս։ Ես եմ ասում էլ, ես 3 շենքի չի։ Չէ, մի շենք է էսի։ Ես սաղ սենց Մի շենք։ կռուգոմ մի շենք է, հա։ Ռուսերեն պետարի նման։ Ոնց հա, լավ է, գոհեք շենքից։ Դուք ստեղ եք բնակում։ Չէ, ես Չէ։ պահակություն եմ։ Պահակություն եք անում։ Լավ։ Բայց ես Ռոստոմի փողոցը այն կողմ շարունակվում, հա, այն ուղղությամբ։ Չեմ կարող ասեմ, էսի Ռոստոմի փողոց, հա, բայց Որտեղ ես այս փողոցի վրա մի հատ շատ մեծ շենք տեսա, այն մեկը չէ, այն կողմն էր ոնց որ դեպի։ Հա, չգիտեք։ Լավ, հələ փորձեմ այն ուղղությամբ գնամ։ Չէ, մի քիչ սառը տեղ դի, որ կարելի աշխատի։ Պահակներ։ Այն շենքը ոնց որ դպրոց է։ Ու այն ժամանակ դպրոց անցել եմ ոնց որ։ Հա։ Դավիթն էլ էր հետներս, ինքը մի անգամից քարտեզի վրա գտավ դպրոցի անունը եւ այլն։ Բայց այն էր թե չէ չեմ հիշում։ Հələ մի քիչ գնանք, լավ։ Մուտքը չփակել։ Այ մուտքը չի կարելի փակել։ Այս մեկը ոնց որ հին է, չէ՞։ Երկևի լուսամուտները փայտից են դեռ։ Ռոստոմի փողոց։ Այն արի իմացի ոնց գնամ։ Լավ, հələ գարաժների մոտով մի հատ գնանք։ Տենանք ինչ է ստացվում։ Ինձ այն շենքն էր հետաքրքրում որտեղ է, որտեղ հաճախ է այդ շենքը հիշում։ Որ ասեմ երազում տենում էի չէ, բայց մեկ հիշում էի։ Ու վատը, որ ստույգ տեղը չէի բերում այդ որտեղ էր։ Ասել ես մարդկանց կանաչապատումն է։ Այն դպրոցը, ձեները գալիս են երեխաների։ Այն նայեք ինչ առողջ շատ է։ Այն Աբովյանի վրային ինչ-որ ալաբուլա էր։ Ներեցեք, այս դպրոցը ում անվան է, կարող է իմանաք։ Նարդոսի հենց, հա, շնորհակալություն։ Նարդոսի դպրոցն էր։ Ոյ, դարպասը։ Ես ստեղ ոնց են մեքենա մոտել է մարդուս, աստիճանները։ Հա, ստեղից, հա։ Ստեղ աստիճան չկա։ Ես ինչ-որ կարող է արդեն այդ ծաղոտների բանի կողմերն եմ եկել։ Այս լրիվ խառնվեցի ժողովուրդ։ Մի հատ տեղացի մարդ էր, ասեց այն փողոցը Երևանդ Քոչարն է։ Այս մեկը Զավարյանն է։ Այն որտեղից ես եկա Ռոստոմն է։
Բայց Զավարյանը շուկայի մոտերներ չեն։ Երկրորդ շուկան, համար 2 շուկան։ Այս ինչա տերևա։ Փուչիկա, ոնց որ Ազոն, Wildberries, ես կարծում եմ սրանք մրցակիցներ են։ Իրար կողքի։ Հա, էլ հեսա գրած է Երևան Քոչար 25/1։ Հա, անդեղա, հա, այն ուղղությամբ է Երևան Քոչարը։ Սրանք էլ դրոբերով յոլա են գնում։ Ասես լավ բռնել է։ Լնայեք ինչքան է։ Այո։ Սենտերը, չէ՞։ Գիլասը ոնց էր ճիշտ։ Կերնեղ չէր, ուրիշ բաներ։ Կերաս։ Տեսեք ինչ տերասաներ են արել հայերը։ Հա, դա սովետական շենքեր են բոլորը։ Ինչքան մարդ են ուրախացրել շենքերը։ Արմենը սուրես գնում։ Են էլիտարը ասեց, գիտեք ոնց ասեց, են ուղղությամբ, ասինքն Նարդոսը պետքա կտրեմ, են կողմ գնամ։ Եթե իրար ճիշտ հասկացանք, լավ, նա այսօր չգտա այդ հասկացա, արդեն ես կարող է ինձ վատություն անեն ստեղ, էլ տեղ չելնի հալցնելու, են մարդ ինչ-որ մի տեղից եկավ, գնանք մենք էլ։ Այ հեռախոսը, որ խոսում են, չեմ կարում հարց տամ։ Երև էլի Նարդոս դուս կգանք, չէ, էլուր։ Ես ինչ սլակայում էր, ստեղ էլ եմ մեքենա կշում։ Ենտեղ էլ է փողոց։ Մի րոպե, բայց իսկապես շուկան են կողմն է էլի, շուկայի հետևի կողմից ենք մոտենում, հա։ Մի վաղ պապայիս հետ որ գալիս էինք մեքենայով, ստեղ մի տեղ էինք մտնում շուկայի հետևը, գնում առևտուրը անում գալիս էինք։ Հա, ճիշտ է, Զավարյանը դրա համար էլ ստեղ է։ Այստենց երկար փողոց է, հա, պաստորեն։ Դժվար կյանքը չէ։ Նեղ փողոցներով խելացի դոմոֆոն։ Այսպես ցենտր ծաղիկներ են։ Այլ ես շուկայի հետևի փողոցն է։ Այսով են, վայ վարդ է։ Այս լավն է։ Լավն է, բայց կամերաս չեմ փոխի։ Սենց շուկա ալնում է, չէ գնալ։ Երևի էլի գնում էին։ Հաջան։ Գնում ու շուկան։ Դե են որ համար 2 է գրած։ Ո չեմ իմանում, հոպարս։ Չգիտեք։ Ճանապարհ կարող խելոք դուրս են գալիս, բայց թե շուկա տանում է, թե չէ, չեմ իմանում է։ Էս էլ աշխարհահայտ ծղոտները, հա։ Սրանք մի վաղ են Մեկ քուրիկը տես ինչ է ասում, հոպարը, եթե ուղղելու բան։ Հաջան։ Շուկա ուղիղ գնացեք, Ահա։ խաչմերուկը հետից առաջի խաչմերուկից աչով իջեք, հետեղ աշուկա։ Շնորհակալություն շատ։ Ահա, գոմի շուկան։ Ահա, դուք բանը վերնիսաժը մտ։ Հա, հա։ Հա։
Հա, սա ծաղոտներն էր, եկանք ընգանք մեր ոտով։ Այսուշ լավ բարձր վարդեր են, հլը նայեք է։ Անց, էլի ծաղոտներ չհասկացա, ընդեղից միջոստեղ իրանք են չէ, են մասում հաստատ իրանք չեն, ինչ-որ հին տուներ։ Ինչ ա գրած։ Ես այդ որ ասեցի յա, էլի ծաղոտներ, հետո ես փողոցը անցա, այս փողոցը ու զապիսը կանգնել է GoPro-ի այս րոպեին, ես այս ցուցանակը տեսա, ասեցի յա, ես ինչ ա գրած, ուլիցա Տոլստովը, Տոլստոյի փողոց, ու ես ենթադրեցի, որ սա նախկին անունն է, այդ րոպեին ստեղ մի հատ երիտասարդ հանդիպեցի, ամեն ինչ գիտեր, ասեց չէ, սա հիմա էլ է կոչվում Տոլստոյի փողոց, բա ասեցի Զավարյանը, ասեց Զավարյանը այս փողոցն է, այս որ հիմա ցույց եմ տալի, այդտեղ ես շուռ եկա, հիշում եք են կինը ասեց, գնացեք աչ թեքվեք շուկայի համար, այ հենա շուկան, ոնց որ են տղան ասեց, գումի շուկան, ու Զավարյան փողոցը արդեն պարզ է, ինքը գնում է, շուկան կտրում է ու ներքև շարունակվում է, մինչև ուր, ասեք մինչև որ փողոց է Զավարյանը շարունակվում շուկայից ներքև, սա էլ փաստորեն Տոլստոյի փողոցն է, ասեց չէ Տոլստոյը, տենց էլ մնացել է, ես ասի դա հին չի ցուցանակը, ասեց չէ, աստեղ էլ ցուցանակ կա, ես կողմը, հա Զավարյան, ամեն ինչ ճիշտ ասեց երիտասարդը, գնացինք, հա հիմա արդեն համոզվեցի, որ պապայիս հետ գալիս ենք, մեքենայով սենց գնում ենք, ես էլ քշում եմ մեքենան, ոնց չեմ հիշում, ունդե միտեղ շատ հարմար էր, շուկայի հետևը կանգնում ենք, հետո ստեղից էլի տուն ենք գնում, լավ էր էլի Աբովյանի յուրայի տուն, ես ճանապարհներով ահագին մոտիկ ա կանստեղ, կինո Ռաշիա, եսին ինչ, Տոլստոյի փողոցն էլ իմացանք, փողոցը ստեղ, դպրոցը ընդեղ, հետո այս մասում, կարող է են մասում, հա, արեստավորներ էին, ժեշտի գործեր անում, պլիտաներ էին սարքում, ինչ ուզես, փեջեր, բան, հիմա ոնց որ չկան, դե կարիքն է չկա արդեն ենքան տեխնիկա են լծրը, այս թաղամասերը հետաքրքիր է, էլի նորեկներն են կառուցել Տոլստոյի փողոց, են էլ են շենքը էլի, որ ընդեղ էինք առաջի էլիտարը, որ մտա, ստե բոլորը այդ շենքերին էլիտար են ասում, Այս նեղ փողոցը, հատ էլ ստեղ նեղ փողոց, Բարև ձեզ։ Այս ռայոնը ոնց է կոչվում։ Դավայդիկ են ասում вообще, ստեյ բնակիչները։ Ինչ են ասում։ Դավայդիկ։ Դավայի։ Դավեքի դիքը, դավեքի։ Դավեքի։ Սենց երկու հատ նեղ փողոց տեսա, դրա համար մտածեցի։ Իսկ կարող է իմանալ, այս շենքերը ասենք նորեկներն են կառուցել, թե։ Ոչ։
Էս տները էլ ես։ Էսի չի 100 տարվա տները։ 100 տարվա է, 9։ Շնորհակալություն։ Ոնց ասեցիք մի հատ է Դավայի։ Դավայա դիքը։ Դավայա դիկ։ Թարգմանումը Դավեկի։ Դավեն գիտեք ինչ է։ Չէ։ Ուխտը։ Ուխտը, հա։ Դե առաջ շուկան, ուխտը որ ապրանք են բերել։ Հասկացա։ Ստեն կապես, տայանքեն այլ է ուխտերի։ Հա։ Դավեկի դիքը։ Հասկացա։ Այս շուկան դե են սև շուկան, որ ասում էինք էտա, չէ։ Հա։ Են հին վաղտով Հա։ ուխտերով են ապրանքը բերել, տայանքեն այլ ուխտերի։ Հա, հետաքրքիր է։ Մենք էլ մի մոմենտ հորս հետ գալիս էինք մեքենայով, իջնում էինք, այնտեղ շուկայի մոտ կանգնում էինք, առևտուր էինք անում, փաստորեն ուխտերի ճանապարհով ենք եկել։ Այո։ Շնորհակալություն շատ։ Ձեզ լավ օր։ Փաստորեն հնագույն ռայոններից է Երևանի։ Դավայի դիկ։ Այլ շուկաներ, չէ, այն կողմը շիլաչիներ։ Գնացինք Նարդոս փողոց։ Նա ինչ անեմ, ստեղ միտեղ շրջադարձվեմ, վերև գնամ։ Վերևի տենց մոտիկա, չէ։ Եծուր է տեղ չկա։ Ես աստեղ էլ են սրցան տվել, հա։ Չէ, ինձ հերվիս տված ինչ-որ շենք են կառուցին, արդեն աշկս վախեցի լավ արագ քշեմ ընդեղ կանգնացում են ժողովրդին։ Լավ թեքվեմ շուկա, հա։ Ժողովուրդ ինչ-որ լավ բան չի կատարվում, այդ GoPro-ս էլի կեսից անջատվել էր, այդ նկարահանումը կիսատ էր մնացել, դե ես ոտքով դուրս եկա Նարդոս, վախենում եմ ես արևից հա, գիտեք, ես խորենացի փողոց թեքվեցինք, հեսա շուկան կանցնենք, նախկին սև շուկան, հա, ունդեղ ես ասեցի, պաստորեն ես տարածումները Թամանյանի պրոյեկտի մեջ չի եղել, պրոյեկտից դուրս է մնացել, դե ենթադրություն, ինչ եմ կարաճր, պնդեմ, այս տենց է տպավորությունը, վերջի խոսքերը հայեցի նկարածը, ասեցի հայել, ինդեղ էլ շիլաչիներ, հեսա էլ, ձախի վրա շիլաչի, մի խոսքով սենց շուկայով ռայոն էր, ուխտերով, հեսուր է մեզ ուղարկում, կայանատեղի, բայց մեզ պետք է կայանատեղի, հեչ մեծ չի, գնանք Քոչարով, հա, Այն մարդն էլ ասեց էլի, այն փողոցը Քոչարն էր, նա զարմացա, ոնց որ ես ինչ ասեց։ Այո։ Գրեթե անհայտ ռայոն է ինձ համար։ Այստեղ ոչ հեռու են կողմերը Կրիվոյն է, չէ՞։ Չէ, ինչի են կողմերը, հեսա կանցնենք Կրիվոյի մոտով։ Այս թարազուց ընգա, հա, լրիվ։ Երվանդ Քոչար փողոց։ Հա, սենց թաղեր են եղել պաստորեն։ Այս ձախի վրա է Կրիվոյի հիմա։ Այս շենքերի հետևը։ Այդ հին շենքերին չեն թողել։ Փողոցների վրա դուրս գան։ Այնա եկեղեցին, հա։
Լավ, ես ընդեղ ասեցի ես հատվածը ավարտենք։ Եք իրակ ավարտենք, ես արագ գնամ տուն։ Ես ժամը դուք եք տենում, ես չեմ տենում։ Աշկերս ես արևից։ Որտեղ, ասենքան հեռախոսով կարամ նայեմ։ Այս փողոցը, մի րոպե, այս փողոցը ոնց էր կոչվում, ես որ հատեց։ Գարեդն ախպերս էլ այդ փողոցի վրա էր, մի վաղտ Կուզնիցով էր, հին անունը հիշում եմ, նորը չեմ հիշում։ Կգերեմ, որտեղ դե անպայման պետք է նայեմ սենց։ Հանգիստ չեմ կարամ մնամ։ Այո, հիշեցի, Քաջազնունի։ Նախկին Կուզնիցով փողոցը, այդ տեղաձև խաչմերուկը որ անցա։ Դե վերջ քանի թազա հարցեր մոտս չի ծագել ժողովուրդ։ Սալանան դեպի տուն։ Այս պատերը, սպատով նատեր ցույց տամ, ձեր շուբայով շարած, մի քանի տեղ քաղաքում կան։ Ես որ նարդոս դուրս եկա ցույց տվեցի, ասի այնտեղա կուզենայի մի հատ մոտենայի, բայց ուշ արդեն, այս պատի մասին էր խոսքը։ Դիլիջանում էլ կա, չէ՞, սենց։ Գեղեցիկ է, հավանում եմ շատ։ Ու վերևը սենց պիրիլաներ են, էլի։ Ես մի հատ էլ է տիպի պատ, շուբայով, բայց սա երկեն գեղեցիկ երկարը չի։ Կարծում եմ ընդեղ եղել է ինչ-որ այդ տիպի պատ, փոխել են, հանել են, նորակառույց և այլն։ Լավ, այդ ստեղ է, ինչ ասեցել են, Սանասար Բաղդասարն էր նախկին, ով գիտի, ով որ գիտի Սանասար Բաղդասարը, հերացի, արդեն հաստատ ավարտեցի ես ասում։ Այ երբ ժողովուրդը եկավ կենթանաբանական, չպրծակ էլի ինձանից ժողովուրդ, հələ ինչքան են մեքենաները։ Պատկերացնում եք, ես երանելի զավտրկը թողեցի, ապալ-թապալ գնացի Նարդոս։ Հիմա ստեղ պատմեմ ինչ հատ, որոք սմետանայա, մեղր, կլուբնիկա, ելակ, հետը պոպոք, դու ստեղ ես? Այո։ Հետը պոպոք եմ ուտում, դու մի խոսա, դու էլ չես ողջուն, ողջուն ես կխոսաս, խոսքի իրան կստանաս, հա գաթայա, գաթան սրա հետ եմ ուտում, ընդհանրապես կեսն եմ ուտում, շատ ես, ու չոր լավաշ, այս հոյակապ պանիրով ու այս մեջի լիմոնի հետ, ամենավերջում, երբ որ սաղ ավարտում եմ, մի խոսքով, հələ ոչ մի հյուրանոցում, ոչ մի տեղ, սենց հոյակապ զավտրիկ ես չեմ կերել։ Դու մնացել ես նվիրված այդ նախաճաշին 50 տարի, Արմեն, ես զարմանում եմ, շշում եմ։ Ես մերքերը կարա փոխվի, կարա չնի, վիշնայալ, նոր չգիտեմ ինչ։ Ասենք, ալադի կա, բլինչ կա, ես իմ ինչ դու երբեք չես ուտում, դու հրաժարվում ես։ Հիմա շատ շուտ ձվածեղ ուտում էի։ Հիմա դե շատ շուտ էր։ Այո, հանեջան, թող ուտեմ սաղ ճանապար երազում էի, երկարացնեմ։ Մերկս գալիս ես։ Հա, ուզում եմ ասեմ ինչի Արմենը գնաց Նարդոս, որովհետև այնտեղ մեզ Ամերիկայից Միլենա Զաքարյանը, Պասիլկան ոնց է հայերեն։ Ծանրոց էր ուղարկել։ Եվ մինչև ժամը 1-ն էր աշխատում այդ բանը։ Ես հասկացա, որ չգնամ, հələ մի շաբաթ չեմ գնա։ Դրա համար էլ գնաց, մենք ստացանք Միլենա ջան, շնորհակալություն շատ, ուշադրության համար, շատ գեղեցիկ էր ամեն ինչը, շնորհակալ ենք, քեզ և քո մամային։ Շնորհակալություն։
Անայի ջան, դե մի հատ էլ ողջունի մերոնց։ Ողջունը դե հրաժեշտ է։ Դու ողջունի, ես մի քիչ բաներ կպատմեմ, հետո դու հրաժեշտ կտաս։ Ողջույն, սիրելիներ։ 24 աստիճան է, 5-ին 15-ը պակաս, հիմա սաղ կհարցնեն բայն խոստացած շուկան ինչ եղավ այ Արմեն։ Պարզվեց Անահիտը հնարավորություն ունի օնլայն պատվիրեց շուկայի վաճառողուն, դե ինձ էլ որպես գիտեք, էլ չասեմ այդ խոսքը, ուղարկեց գնացի բերեցի, հետո ամենակարևորը կլուբնիկան էր, ճիշտ ասած ինձ համար, թե չէ, հələ վաղվա բանի համար էլ ճիշտ է, լավ, մի խոսքով Անայի ջան դե հրաժեշտ տուր։ Դե լավ մնացեք ժողովուրդ ջան։ Թող այսենց պայծառ տրամադրություն լինի ձեր մոտ, ոնց որ այսօրվա օրն է։ Արևոտ, ուրախ, չգիտեմ։ Քեզ ինչ կա, հովտեղը նստած, քեզ համար կինո ես նայում, լավ բան է։ Գնա այդ շոկին սաղ ջուրևի դառել։ Երեկվա քո վիդեոն էի ուզում նայեի, նոր սկսեցի նայել, դու եկար։ Լավ մնաք հայր ջան, միշտ առողջ։ Թող խաղաղություն լինի ձեր հոգում, ձեր ընտանիքներում, ամբողջ աշխարհում եւ մեր հայոց երկրում եւ առողջություն։ Բարձր։ Դե վերջ։ Այս լուսանկարն էլ անսպասելի մոնտաժի ժամանակ տղաս ուղարկեց իրանց տնից նկարած։ Մի քիչ մշուշապատ է, տենց լավ չի երևում, բայց տենում եք Արարատը փոքրը իմ մոտից արդեն մեր մոտից արդեն մենակ մեծն է երևում։ Իրա մոտ էլ տենում եք հեսա շենք են կառուցում, կամաց մեծը կփագեն։ Մի խոսքով սենց դե քանի որ Արարատով էի սկսել, ասեցի դնեմ այս լուսանկարը։ Դավիթ ջան, շնորհակալություն, շատ տեղին ուղարկեցիր։ Ոնց սկսեցի Արարատից, տենց էլ ավարտում ենք։ 5:21 րոպե է նկարել Դավիթս։ Վերջ։